Շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ մեր ընթացքը, Մանեն արդեն պատրաստ է շատ կարևոր մի թեմայի շուրջ հյուրի հետ վարելու հարցազրույցը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի անդադար զարգացնենք մեր ուղեղի աշխատանքը, բայց այսօր կան հանգամանքներ, որոնք նպաստում են այս ամենի ճիշտ հակառակ կողմ, այնպես որ բացահայտումները հետաքրքիր կողմերով հիմա իմ գործընկերուհու կողմից Մանե Հայկ, շնորհակալություն իհարկե եւ այո, ճիշտ նշեցիր, որ ամեն ինչ կարծես ստեղծված է խանգարելու մեր ուղեղի աշխատանքին եւ ոչ միայն, բայց իհարկե մասնագետների հետ կարող ենք պայքարել այդ ամենի դեմ, գտնել ելքեր, իսկ այսօր մասնավորապես խոսելու ենք թե ինչպես է առհասարակ մեր առողջության, մասնավորապես ուղեղի աշխատանքի վրա ազդում այն փոքրիկ հոլովակները, որ մենք տեսնում ենք անդադար սոցցանցերում եւ շատ արագ մատի 1 շարժման օգնությամբ վերև ներքև անելով երբեմն ձանձրանում անգամ 15 վայրկյան տևող այդ հոլովակներից։ Այս ամենի մասին մանրամասն կխոսենք հոգեբան, հոգեթերապևտ Մարինա Մնացականյանի հետ։ Ողջույն։ Ողջույն Մանե ջան։ Շնորհակալ եմ անչափ առավոտը մեր Առավոտ լուսոյի թիմի հետ սկսելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Եվ սկսենք սկզբից, առհասարակ ինչպես է ազդում եւ արդյոք ազդում է մեր ուղեղի աշխատանքի վրա այդ կարճ հոլովակները, ռիլերը, շոթսերը, որ մենք տեսնում ենք։ Իրականում Մանե ջան, ազդեցությունը ներկա պահին անտանելի շատ է եւ անտանելի վատ է ազդում եւ մարդկանց հոգեբանության վրա եւ արդեն ֆիզիոլոգիապես, որովհետեւ 2-3 րոպեանոց փոքրիկ կամ վայրկյանանոց նույնիսկ անգամ տեսանյութերը, ազդում են ուղիղ մարդու դոֆամինային համակարգի հետ։ Իսկ դոֆամինը դա հորմոն է, որը պատասխանատու է մարդու պրոդուկտիվության, մարդու աճի, մարդու նպատակների, մոտիվացիայի համար։ Եվ ունենք մի քանի հետևանքներ, իրականում հետևանքները այնքան շատ են, որ ես ուղղակի փորձեմ մի քանի բառով կարճ նկարագրել կարևորները։ Առաջինը, որ մեր ուղեղը սովորում է արագ պարգևատրման մեթոդին։ Երևի լսել ենք շատ, որ մեր ուղեղը արդեն սովորում է կարճ, հակիրճ, լակոնիկ, գունավոր ինֆորմացիայի, որի հետևանքները կանում են նրանում, որ մենք արդեն շատ ու շատ դժվարանում ենք ջանք պահանջող աշխատանքներ կատարել։ Ենթադրենք, թե ուղեղի կենտրոնացման հետ կապված գիրք կարդալ, ուլունքագործություն անել, չգիտեմ, այսինքն մանր մոտորիկայով զբաղվել, դա մեզ մոտ տրվում է շատ-շատ բարդ, որովհետև մենք պետքա եռակի անգամ մեզ ուժ տանք, ուղեղին ուժ տանք, որպեսզի կարողանանք կենտրոնանանք ինչ-որ գործողություն անել։ Երկրորդը, որ բացի նրանից, որ մենք չենք կարողանում կենտրոնանալ, այսինքն դժվար ենք կենտրոնանում, մենք միտքը ցատկում է մի տեղից մյուս տեղ, որը եւս ազդում է մեր կենտրոնացման վրա։ Մենք չենք կարողանում սկսած աշխատանքը ավարտին հասցնել, որովհետեւ մենք համբերատար չենք։ Այս ամեն ինչը խանգարվում է։ Իհարկե։ Մենք չենք սպասում, մենք միանգամից ցանկանում ենք ավարտը տեսնել։ Քանի որ խոսեցինք կենտրոնացման մասին, գիտենք, որ կա հենց այդպիսի խնդիր, որ շատ հաճախ մարդիկ ունենում են, եւ դա բժիշկների հետ աշխատանքի արդյունքում է լուծվում, կա կենտրոնացման խնդիր, եւ դա առողջական խնդիր է, որի դեմ պայքարում են։ Արդյոք այս խնդիրը, ռիլերի եւ շորտսերի միջոցով, որ առաջանում է մարդկանց մոտ, կարող է վերածվել այնքան լուրջ խնդրի, որ ունենա հենց այդ համախտանիշը հետագայում մարդ։ Տեսեք Մանե ջան, ես այստեղ կարամ բերեմ ձեզ մի շատ հետաքրքիր փորձություն, գիտահետազոտական փորձություն, որը կատարվել էր 2022 թվականի վերջին, որի արդյունքները մենք կարող ենք տեսնել անցած տարվա փետրվար ամսին, արդյունքները նկատվել են, երբ որ ԱՄՆ-ում եւ Չինաստանում արվել էր փորձություն ուսանողների վրա, ուրեմն Ամերիկայում 179 ուսանող գրանցել են որոշակի բլանկեր կապված հենց ADHD համախտանիշի հետ, ուշադրության կենտրոնացման հետ եւ հենց ռիլերի, շորթերի, TikTok-յան հարթակի հետ կապված նրանց ազդեցության հետ եւ այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում ուսանողները նշել էին, որ արդյունքը, որ իրենց մոտ նկատվում է գերգրգռվածություն, հուզական անկայունություն, գրգռվածություն նաև, որ ազդում է քնի ռեժիմի վրա, այսինքն գերակտիվ են մարդիկ դառնում եւ բերում է կախվածության, լուրջ կախվածության։ Եվ նույնը Չինաստանում, նույն բլանկը լրացրել են Չինաստանում 111 ուսանող,
եւ այնտեղ ավելի լուրջ էր փորձերը, որտեվ արդյունքները բերում էին նրան, որ մարդիկ ունեն կլինիկական կախվածություն, այսինքն ուսանողները, որոնք որ բերում են հետագամ ավելի բացասական հետևանքների կապված կյանքի հետ։ Իսկ ես կարծում եմ, որ մարդիկ ամեն դեպքում հիմա այն ժամանակներում են ապրում, որ երազում են առանց հեռախոսների եւ բջջային որևէ սոցհարթակների, բջջային կապից առանձին ապրելու մասին, բայց արի ուտես, որ ամեն բան հակառակն է։ Ու մեկ այլ խնդիր էլ կա իրականում, մենք խոսում ենք ուսանողների արդեն չափահասության շեմը հաղթահարած մարդկանց մասին մեծ մասամբ, բայց մենք գիտենք, որ դեռահասությունը ամենաբարդ շրջանն է։ Եվ ինչ ազդեցություն են ունենում այս ամենը հենց դեռահասության շրջանում մարդկանց, երեխաների վրա։ Իրականում երեխաները, դեռահասները ամենախոցելի փուլն են, ճիշտ է, ամենախոցելի փուլն են, որովհետև իրենց ուղեղը դեռ նոր փորձում է կառուցվել, վերակառուցվել, փոխվել, անձը նորովի սկսում է կառուցել, հատկապես դեռահասության փուլում, հա, եւ յուրաքանչյուր ինֆորմացիա, որը որ դեռահասները ստանում են, մենք չգիտենք ինչ կերպով կարող են նրանք այդ ինֆորմացիան մարսել։ Ես մի քանի օր առաջ խոսում էի նրա մասին իմ սոցհարթակում, որ առաջ եթե մեր դեռահասները, մենք եթե մեզ հետ նայենք, հա, խոսում ենք եւ բողոքվում էինք, որ խնդիրը մեր ծնողներն են, մեր ծնողները մեզ սա են զրկել, նա են զրկել, սա չեն թույլ տվել, իսկ հիմա կա հստակ ստատիստիկա, որ երեխաները ավելի շատ ազդվում են ոչ թե ծնողների խոսքից կամ խնդիրը առաջանում արդեն ոչ թե ծնողից, այլ սոցկայքերում ստացած ինֆորմացիաները, որովհետև նրանք անտանելի շատ բեռնում են երեխայի ուղեղը։ Իսկ երեխայի նույն ինքը դոֆամինային համակարգը դեռ հստակ զարգացած չի, եթե հասուն անձը կարող է հասկանալ, գիտակցել եւ հասկանալ իր արգելակները որտեղ են, երեխան չի կարող։ Ինչ անել այս դեպքում, որովհետև բնականաբար արգելքը լավագույն զենքը չէ, երբ ուղղակի ասենք չես օգտագործում եւ վերջ։ Իսկ ինչպես, ինչ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք ցույց տալ այդ արգելակների տեղը։ Ամենահարմար տարբերակը, որը որ նաև չի գրգռում եւ ագրեսիայի չի բերում երեխայի մոտ, դա ժամ դնելն է, այսինքն հստակ deadline ունենալն է։ Ենթադրենք, թե օրվա ընթացքում թույլ տալ երեխային օգտվել սոցհարթակներից, ենթադրենք, թե 2 ժամ։ 2 ժամ առավոտյան, ենթադրենք ժամ ու կես ցերեկը, 1 ժամ քնելուց առաջ։ Ու այդպես կկարողանա Գոնե։ Գոնե կսահմանափակեն այս դեպքում ժամը։ Գոնե, հա, որովհետև եթե մենք ընդհանրապես չեղարկենք երեխային, ասենք հեռախոսը վերցնենք, չտանք, դա կարա ավելի վատ հետևանքների բերի։ Ու առհասարակ որևէ բան միանգամից կտրելը եւ ժխտելը, որ դա պետք է օգտագործվի, ավելի հակառակ ռեակցիան է տալիս։ Խոսեցինք քնելուց առաջ, որովհետեւ շատ հաճախ այդ մեթոդը մարդիկ կիրառում են, երբ ունենան քնություն, փորձում են այսպես զբաղեցնել իրենց թերթելով, ու մեկ էլ հասկանում են, որ քնում են, բայց հետո սկսում են վատ քնել, բողոքել իրենց առողջությունից։ Արդյոք կարող է առողջական եւ ֆիզիկական, ոչ միայն հոգեբանական խնդիրներ առաջացնել այս սոցհարթակներից ունենալը կախվածություն։ Հենց անքնությունն ինքն արդեն մեծ խնդիր է, որովհետև մենք անքնությունը, եթե դիտարկում ենք, որ երկարաժամկետության մեջ մարդը տառապում է անքնությունով, անքնությունը արդեն բերում է իր հետևից տարատեսակ օրգանական խնդիրների, ճնշման խնդիրների, չէ, տարբեր գերակտիվության, այո, ու առհասարակ նույն բժիշկները շատ, ես համագործակցում եմ տարատեսակ բժիշկների հետ, հատկապես նյարդաբանների հետ, սերտ կապ ունեմ, եւ յուրաքանչյուր նյարդաբանի հետ զրույցի ժամանակ բոլորը հստակ ցիտում են, որ քնելուց առաջ չի կարելի նայել տեսանյութեր, հատկապես գրգռիչ տեսանյութեր, այսինքն ծիծաղ առաջացնող, ուրախացնող, հա, որովհետև այդ ինֆորմացիան մեր ուղեղը պետքա մարսի։ Իսկ երբ որ մեր ուղեղը ինչ-որ process-ի մեջ է, մարսողական process-ի մեջ է, մենք չենք կարող քնել։ Նույն կերպով, երբ որ մենք հաց ենք ուտում, հաց ուտելուց չենք կարողանում հետո կտրուկ քնել, որտեղ ստամոքսը մարսողական process-ի մեջ է, այնտեղ գործ է կատարվում,
ու մարդը չի անջատվում։ Առավել այս դեպքում, երբ որ քնի հետ կապված մենք գրգռիչ նյութ ենք նայում, կամ ուրախացնող, կամ հակառակը, ինչ որ, չգիտեմ, տհաճ դեպքերի հետ կապված, հա, սպանություն եւ այլն եւ այլն։ Եվ այդ էմոցիաները Իհարկե, մենք սկսում ենք մարսել, բայց այդ մարսողությունը մեզ չի թույլ տալի, որ մեր ուղեղը ուղղակի անջատվի եւ մենք հանգիստ քնենք։ Իսկ եթե նույնիսկ անգամ քնում ենք, մենք տեսնում ենք վատ երազներ։ Որովհետև ուղեղը դեռ իր աշխատանքը կատարում է եւ չի հանգստանում։ Ինչպես կարող ենք գտնել այդ արգելակները, երբ հասկանում ենք, որ մեզ մոտ կարծես սկսվում է այդ կախվածությունը սոցհարթակներից, ռիլզերից, որովհետև մենք գիտենք, մարդիկ սկսում են թերթել, մեկ էլ հասկանում են լրացավ 2 ժամը։ Ինչ անել գործնականում, ինչպես կարելի է պայքարել այս ամենի դեմ։ Հետաքրքիր բան ասեմ, այստեղ Մանե ջան, ռիլերը աշխատում են շատ խաղատան պրինցիպով, այսինքն մենք չգիտենք ինչ տեսանյութ մեզ կընկնի, չէ՞։ Տեսանյութ կա, որ մենք մեր տուրը գալիս է, տեսանյութ կա։ Ախ, այդ ալգորիթմները։ Եվ տեսանյութեր կան, որոնք որ մեզ համար չեն, մենք թերթում ենք։ Եվ ուղեղը ընկնում է այսպես sense հետաքրքիր գրավիչ խաղի մեջ։ Հեսա մյուսը ավելի լավը կլինի, մյուսը ավելի լավը կլինի։ Լրիվ նման է խաղատան պրինցիպին, այսինքն հեսա մյուսը կլինի, մյուսը կլինի, մյուսը կլինի եւ մենք չենք նկատում ձեր ասած ծիպես Մանե ջան, որ արդեն 3 կամ 2 ժամ մենք հələ հաջոր թերթում ենք, որ գա այն նյութը, որը որ մեզ հետաքրքիր կլինի։ Ու այս դեպքում շատ լավ աշխատում է մարդու գիտակցությունը, երբ որ դու միացնում ես քո գիտակցության ֆոնը եւ փորձում ես հասկանալ դու ինչ ես անում։ Այս դեպքում մենք շատ հաճախ օգտագործում ենք ռիլերը կամ հեռախոսները, երբ որ ձանձրանում ենք։ Երբ որ մենք full աշխատանքի մեջ ենք, մենք ժամանակ չունենք հեռախոս բացել, ստուգել մեսեջները։ Մոռանում ենք երբեմն հեռախոսի գոյության մասին, անգամ եթե դա աշխատանքային գործիք է։ Իսկ երբ ենք հիշում, երբ որ ձանձրանում ենք։ Իսկ ձանձրանալ ես ասեմ փակագծերի մեջ, որովհետև ձանձրանալը ինչ իմաստով։ Մենք ունենք ենթադրենք 15-20 րոպե ազատ ժամանակ, որը մերն է։ Եվ մենք կարանք այդ ժամանակը շատ ավելի պրոդուկտիվ ծախսել, քան ռիլեր ստուգելը, կամ մեսեջներ ստուգելը, կամ նման բաներ անելը։ Դրա համար մենք պետքա փորձենք գտնել արգելակներ, ամեն մարդու մոտ դա տարբեր է։ Մեկը ուղղակի ծրագրերը ջնջում է իր հեռախոսի միջից։ Մեկը աշխատում է իր կամքի ուժի վրա, որը ես ավելի հակված եմ այդ մեթոդին, որովհետև այդ application-ներ ջնջելը ոչինչ չի տալի, եթե դու կամքի ուժ ներբեռնելը մեկ հպում է ընդհանրապես պահանջում։ Մեկը կարող է նույն այդ հեռախոսի վրայի քառակուսիկները տանի հեռախոսի մյուս հեռու էջ, որ աչքին չընկնի, ենթադրենք չհիշի դրա մասին։ Մյուսը ուղղակի ջնջվում է բոլոր կայքից, այսինքն բոլորի մոտ դա տարբեր է։ Ես սիրում եմ 10 վայրկյանի մեթոդը շատ, որովհետև ինքը ակտիվացնում է մեր գիտակցությունը այդ պահին, երբ որ մեր ձեռքը գնում է հեռախոսին, որպեսզի մենք անենք անիմաստ գործողություն, օրինակ ժամը ստուգենք կամ ուղղակի բացենք, անջատենք, միացնենք հեռախոսը, հա։ Մենք մեզ պետքա 10 վայրկյան տանք եւ ասենք այդ 10 վայրկյանի ընթացքում արգելք ենք դնում, ասում ենք իսկ ինձ հիմա սա իրոք պետքա, թե չէ։ Թե ես ձանձրանում եմ ուղղակի եւ ուզում եմ ինձ զբաղեցնել։ Okay, եթե ես ձանձրանում եմ, ինչով կարող եմ ինձ զբաղեցնել հենց հիմա։ Կարամ զանգեմ ընկերուհուս կամ ընկերոջս, կարող եմ դուրս գալ մի պահ դուրս, երաժշտություն լսել, ներս մտնել, կարող եմ սա անել, ավելի առողջ ճանապարհներ գտնել եւ գիտակցել, արդյոք սա ինձ հիմա պետք է, թե ես ուղղակի եմ անում։ Կարծում եմ սա հիանալի մեթոդ է, 10 վայրկյանի մեթոդը։ 10 վայրկյան։ Ոչ միայն սոցհարթակներից օգտվելու եւ այդ կախվածության դեմ պայքարելու համար, այլ առհասարակ կարելի է կիրառել կյանքում, երբ որևէ քայլ եք անում, 10 վայրկյան տվեք ձեզ մտածելու։ 10 վայրկյանը մեծ հաշվով որևէ բան չի փոխի ու դուք հաստատ չեք ուշանա, բայց հաստատ կկարողանաք ավելի ճիշտ ու նպատակահարմար որոշումներ կայացնել։ Շնորհակալություն անչափ հետաքրքիր խորհուրդների համար եւ հուսանք բոլոր այն մարդիկ, որոնք զգում են շատ շուտով կախվածությունը այցելելու է նրանց սոցհարթակներից, ապա հենց հիմա սկսեք պայքարել դրա դեմ, որպեսզի հետո դուք էլ չբողոքեք ուշադրության կենտրոնացման եւ այլ խնդիրներից։ Շնորհակալություն։ Մեր զրույցը այսքանով ավարտված է հիմա, բայց վստահ եմ թեման այնքան խորն է, որ դեռ էլի կհանդիպենք, իսկ հիմա շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։